Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբու ամեն։ Սիրելի ժողովուրդ, անցած անգամ մենք խոսեցինք առաքինություններից ամենաբարձրի մասին, սեր և սիրո մասին, աստվածային սիրո, ոչ աշխարհիկ, ինչպես այն ժամանակ էլ նշեցինք։ Այսօր ուզում եմ նորից շարունակել վերինների մասին խոսելը, առաքինությունների, որ Աստված ուղեկցի մեզ տանի դեպի երկնքի արքայություն արժանանանք, երանի թե, որովհետև երբ որ խոսում ենք շատ մեղքերից, մեր ներսում շատ տրտմություն էլ է առաջանում, և ոնց որ սենց մենք տրտմում ենք մի ձևի, բայց երբ որ խոսում ես աստվածային առաքինությունների մասին, որ Աստված արժանացնի մեզ պարգևի, սկսում ես դեպի երկինք միշտ հայել, միտքդ և աչքերդ միշտ հայում են դեպի երկինք, դեպի Աստծու փառքը հնչեցնելու, որը արդեն հոգևոր մեծ ուրախություն է առաջացնում։ Այսօր էլ եմ ուզում խոսել նորից էլի այդ ամենաբարձր առաքինություններից կատարյալի մասին։ Տեսեք, ինչպես ամեն բան շատ ենք ասել, որ լինում է և դրա լավը, և դրա վատը։ Դրա համար մենք պետք է ձգտենք մինչև դեպի լավը։ Այսինքն նույն կատարյալը լինում է և կատարյալ առաքինությունները, կատարյալ սերը, կատարյալ արդարություն, կատարյալ բարիություն, նաև կա նաև մեղքերի մեջ կատարյալը։ Ունեք Սուրբ Գրքում, որ Աստված ասում է, թողում եմ ամբարշտին, որ իր կատարյալությանը հասնի, կատարելությանը, ամբարշտության, որպեսզի նոր կործանը։ Այսինքն ամեն ինչ ունի։ Դրա համար աջ ու ձախ կողմեր կա, դեպի երկինք տանող աչը հոգևորը, ձախը դեպի աշխարհիկը։ Եվ իրենները, որ կային, սրբերը, որ հին կտակարանը, որ կարդում ենք, աշխարհի արարումից սկսած, Նոյը, Աբրահամը, Նոյը ասում է կատարյալ և արդար մարդ էր, իր ազգի մեջ, Նոյը սիրելի եղավ Աստծուն, և բոլոր նրանք, ովքեր այդ կատարելության մեջ գնում են ու հարատևում են ու պահում են այն, Աստծուն սիրելի են։ Սաղմոսներում և Թագավորաց գրքում հետաքրքիր ասում է սրբի հետ սուրբ պիտի լինես, կատարյալի հետ կատարյալ, ընտրյալի հետ ընտրյալ պիտի լինես, իսկ ծուռի հետ ծուռ։ Սաղմոսների մեջ ասում է, իսկ ըստ քյուրսն կործանեցես, այդ ծուռերին կործանելու է։ Դրա համար Տիրոջ երկյուղով, ճշմարտությամբ ու կատարյալ սրտով պետք է վարվենք։ Ամեն ինչը, որ հասնում է իր կատարելությանը, անգամ սերը ասում է, ձեր սերը կատարյալ լինի։ Եվ կատարյալ ատելությամբ ատեցի նրանց, և նրանք թշնամի դարձան ինձ։ Դավիթ մարգարեն է ասում։ Իսկ Սողոմոն իմաստությունը ասում է, նրա մասին մտածել արդեն կատարյալ իմաստությունն է, երբ որ մեր միտքը միշտ Տիրոջ, Աստծու մասին է մտածում, արդեն դու կատարյալ իմաստություն ես ձեռք բերում, որտեղ մեր միտքը միշտ ուղղված պետք է լինի երկինք։ Հենց իջեցնում ենք ներքև աշխարհիկ բաները, մենք սկսում ենք ընկնել մեղքերի մեջ։ Ինչպես աշխարհիկ բաներից սկսում ենք խոսել, կապ չունի, ճշմարտություն կա այդ խոսքի մեջ, թե ինչ, բայց դա բոլորը դառնում է բամբասանք, վերջում վերածվում է անվայել խոսքերի ու տանում է մեզ դեպի կործանը։ Դրա համար մեր միտքն էլ, աչքերն էլ, մեր սիրտն էլ, հոգին էլ միշտ պետք է հայի դեպի երկինք, դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ եթե նույնիսկ որևէ մեկը կարող է կատարյալ լինել մարդու որդիների մեջ, տեսեք, այստեղ կատարյալի մասին խոսում է, տարբեր բաների մեջ կատարյալ լինի, գիտությունների մեջ, աշխարհի իմաստության մեջ, կամ մշակույթի մեջ,
ամեն բան իր կատարելություն ունի, բայց եթե քո իմաստությունը հեռու է նրանից, այսինքն Տիրոջ իմաստությունը հեռու է, դա ոչինչ պիտի համարվի։ Այդ կատարելությունները, թե գիտություն լինի, թե արվեստ լինի, թե արհեստ լինի, թե մշակույթ լինի, թե երաժշտություն լինի, եթե հեռու է Տիրոջ իմաստությունից, այդ ամեն բանն էլ ոչինչ է դառնալու։ Եվ նա է, Տերն է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան, սիրակի իմաստությունը։ Քո ձեռքը ասում է մեկնիր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրված օրհնությունը, քեզ տրվող օրհնությունը, սիրակի իմաստության մեջ։ Այսինքն ամեն տեղ, եթե կատարյալ իմաստության ենք ձգտում, պետք է ամեն տեղ այդ քայլերը անենք, գործենք։ Եվ ասում է, ով փորձվեց դրանով և կատարյալ մնաց, այդ նրան թող պարծանք համարվի։ Ասեք, շատ տեղեր կա, որ ով պարծենում է, թող Աստծով պարծենա, պարծանքն ու հպարտությունը տարբեր բաներ են, և դրա համար պարծանք բառն է օգտագործված, իսկ հպարտությունը մեղք է համարվում, չենք հպարտանում, այլ պարծենում ենք մեր Աստծով։ Եվ ով կարող է զանցառու լինել, բայց չեղավ, ով կարող է չարիք գործել, բայց չգործեց, ինքը մնաց այդ կատարյալ վիճակի մեջ, որովհետև բոլորս էլ կարող էինք մեղք գործել, նրանք ովքեր որ դեպի կատարելություն են գնում, կարող են մեղք գործել մարդ արարածը, կարող է չարիք գործել, բայց զսպմող չի անում, ոչ մեղքն է գործում, ոչ չարիքն է գործում, որպեսզի Աստծու առաջ կանգնի որպես կատարյալ մարդ։ Եվ հետաքրքիր տեղ կա խոյերի ու արջառների Դանիել մարգարեի մեջ, ինչպես նաև գրավոր պարարտ գառների ողջակեզների նման, այսպես թող լինի մեր զոհաբերումը այսօր քո առաջ և կատարյալ լինենք քեզանից հետո, որովհետև քեզ վրա հույս դնողները ամոթով չեն մնա։ Միշտ ինքնտակարանում հիշում եք, թե պատարակ էին մատուցում մեղքերի թողության համար, միշտ կենդանիներ էին զոհաբերում, հա, եւ այդ արյանը, որ արյունը քսում էին անգամ Ղուրանի տարբեր տեղեր, սեղաններ, խորհուրդ էր դա, որովհետև արյունով էր մեղքերի քավություն լինում։ Դրա համար Տեր Աստված եկավ մի անգամ պատարակվեց մեր Տեր Հիսուս Քրիստոս եւ իր արյունով քավեց մեր մեղքերը, որպեսզի մեր մեղքերը ներվի, ջնջվի, ով որ հավատա դեպի իրան գնա։ Եվ հետաքրքիր խորհուրդ կար այդ կենդանիների, նմանապես մենք արջառներ էր միշտ ասվում, հա, աղավնի էր ասվում, գառներ էր ասվում, չէ, տատրակ, երբ որ զոհաբերում էին, այ մեր ներսի հոգևոր այդ ագին, որ մշակում ենք, մեր ներսի այդ գառը նվիրաբերում ենք Աստծուն։ Այսինքն գառը խոնարհության խորհուրդն էր, երբ որ մենք այդ խոնարհությունը ձեռք բերենք, այդ կատարյալ նվիրում ենք Աստծուն, զոհաբերում ենք, որպեսզի Աստծունը լինենք։ Նույն ձևի մնացածը աղավնին, որպեսզի միամիտ լինենք աղավնու պես դեպի չարը, որ չարը չիմանանք, չճաշակենք, եւ արջառը, որ ջանում է միշտ գործում, այդտենց ջանանք արջառի պես մեր այդ ջանասիրությունը, որ նվիրաբերենք Աստծուն։ Հիշում եք ինքնտական ասում ձեր անդրանիկներին պետք է նվիրեք Աստծուն, տաճարին էին նվիրաբերում։ Այ մեր անդրանիկ մաքրությունը պետք է տանք Աստծուն։ Եվ այդ անդրանիկ մանկությունը, այդ ամբողջը ստվերներն էր գրած ինքնտակարանում, ճշմարտության երկնայինի ստվերներն է, որ հոգևոր խորհուրդներով է գրած, բայց երբ որ գալիս ենք դեպի Քրիստոս, այդ ամբողջը բացվում է եւ պարզ է լինում։ Եվ դրա համար Մատթեոս ավետարանի նորից ավետարանչի մեջ ասում է արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Տեսեք պատվիրանը։ Ինչ որ ասում են ավետարանիչները, մարգարեները, առաքյալները, հա,
Աստծո սրբերը, թե հին, թե նոր կտակը, որ ասում այսպես եղեք, դա արդեն Աստծո պատվիրան է։ Եվ այդ պատվիրանները շատ են, հարյուրավոր են։ Եվ դրա համար իմաստունը, որի վերին իմաստությունը ուզում է ձգտի, ինքը սովորում է դրանք, որ հասկանա, որ սկսի հարատևել դրանց մեջ։ Եվ սովորի նաև այն մեղքերը, որ իմանա դրանք մեղք են, հեռու մնա դրանից, չմտնի դրանց մեջ, դրանք պետք չի սովորել։ Դրա համար միամիտ պետք է լինենք աղավնին դեպի չարը, այսինքն չարից փախչում ենք, չենք էլ ուզում խորանանք դրա մեջ, որովհետև մենք մարդ ենք, երբ որ սկսում ես չարի մեջ խորանալ, երբ որ Աստծո պաշտպանությունն էլ չունես դեռ, Աստծուն քո ներսում դեռ չունես, այդ չարը ճահիճի պես քաշելու է տանի։ Դրա համար միամիտ ենք լինում, ինչու միամիտ, մերժում ենք չարը ու վերջ, այդ մի միտքն է, մերժում ենք իրան, այդ մի միտքն ունենք, և աղավնին միշտ թռչում է իր բնական բույնը, իր հորտունը, աղավնու պես, որ վերադառնանք մեր հորտունը երկինք։ Եվ նորից Հիսուսը Մատթեոսի մեջ որ ասում է, այն երիտասարդին հիշում է, եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը եւ տուր աղքատներին, եւ երկնքում գանձեր կունենաս։ Եվ դու արի իմ հետևից։ Այստեղ շատ մեծ ամբողջ մի վարդապետություն կա։ Եվ այդ երիտասարդը չգնաց Քրիստոսի հետևից, տխուր հեռացավ։ Եվ ցավոք սրտի մարդ արարածը, մարդկային բնությունը, այս աշխարհը որ գալիս է, ձգտում է մագնիս պես հավաքել այդ աշխարհի նյութը, բայց այդ նյութը, այդ իր ծանրությունից տանելու է մարդուն դեպի ճահիճի խորխորատները, որտեղ ասում է պետք է թոթափվես դրանից, բաժանի տուր աղքատներին, եթե պետք է բաժանենք, բայց իմաստություն ենք ուզում ձեռք բերել աստվածային, բայց էլի չենք գնում հավաքելու հետևից։ Ստե շատ լուրջ բան կա, որ ցավոք սրտի մարդկությունը տենց էլ իսկ քանի հազար տարի է արդեն ծնվում են ու մտածում են անընդհատ դրա մասին։ Ու հետո գնում, որ երբ որ հավաքվում է այդ ծանրությունը, տեսեք տխրում են, չեն ուզում թոթափեն ու հեռանում են Աստծուց, Քրիստոսից հեռացավ, որտեղ այդ բեռը չի թողում, որ գա դեպի Քրիստոս։ Միշտ տենց ժամանակին շուտ ասում էին, որ ուզում ենք լավ գործեր անենք, հոգևոր հարստանանք, որ այնի անենք, ասում են, Աստված ասում է, իմացեք, ունեցել եք, տվել եք սա, եկեք իմ հետևից։ Բայց ցավոք սրտի մեկը մարդկային միտքը տանում է դեպի իր միտքը, իր կամքը, ոչ թե աստվածային կամքը։ Եվ աշակերտը մեծ չէ, քան իր վարդապետը։ Ամեն կատարյալ աշակերտ իր վարդապետի պես է լինում։ Եվ այս աշխարհի կերպարանքովը մի կերպարանվեք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը եւ թե ինչ է Աստծո կամքը, բարին եւ հաճելին եւ կատարյալը։ Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթում ասում, տեսեք, որպեսզի քննեք լավը, չի ասում վատը կամ չարը, միշտ բարին պետք է սովորենք, որտեվ Աստծո խոսքը մինչեւ մեր ննջելը, մեր հոգին տալը, ինչքան էլ սովորենք, դեռ անկատար ենք, որտեվ դա անսահման է Աստծո խոսքը սովորելու մեջ եւ ժամանակ չի մնա, բայց երբ որ տանք չարը սովորելու մեջ, ընդեղ էլ ժամանակ չի մնա, չարը այնքան բան ստեղծել, որ մեր կյանքն է հերիք չի, որպեսզի դա սովորենք, ինչ գնանք սովորենք իսլամ, բուդդիզմ, կրեշնյա, տեսակ տասնյակներով, եթե ոչ հարյուրներով աղանդներ ու չգիտեմ ինչեր, որ բոլորին տանելու է մեկ տեղ, ուրիշ տեղ չունեն իրանք, դա դժոխքն է, այն լիճն է, որ երկրորդ մահն է լինելու, որտեղ միայն Քրիստոսի հավատքն է, որ տանում դեպի փրկություն, որտեղ Քրիստոսն է դուռը, առանց Քրիստոսի փրկություն չկա, Քրիստոսն է արարիչը այս ամբողջ տիեզերքի, եւ ցավոք սրտի, երբ որ արարչին մարդ արարածը չընդունեց, խավարը սիրեց, Աստծուն խաչեցին, հա,
գամեցին խաչին, ծեծեցին, թքեցին և չընդունեցին, լույսը չեն սիրում մարդիկ։ Նմանապես այսօրը, ուզում եմ մի փոքր շեղվեն, տեսեք Աստված իջավ երկնքից մի կրոն տվեց ընդամենը, ճշմարիտ երկնքից այդ կրոնը, որ վերինն է, երկնայինն է, և դա եղավ Քրիստոսի քրիստոնեությունը մեզ պարգևած, և փառք Աստծու, Աստված մեզ պարգևեց ճշմարիտ Քրիստոսի եկեղեցին, որը հայ առաքելական եկեղեցին է, և արդեն շուրջ 2000 տարի և ավեր մեր եկեղեցին պահել է այդ ամբողջ հինը և ոչ մի բան չի փոխել, անաղարտ պահել է սուրբ եկեղեցու վարդապետությունը, և ինչ ենք տեսնում այսօր աշխարհում, այսօր աշխարհում բոլորը հարձակվում են հայ առաքելական եկեղեցու վրա, անգամ քրիստոնյա եկեղեցի կոչվածները, այսօր աշխարհում հարձակվում են բոլոր կրոնները մեր եկեղեցու վրա, թե ներքին թշնամիները, որոնք նստել են այսօր իշխում են իշխանական գահերին, էլի մեր եկեղեցու դեմ են, և թե արտաքինը, տեսեք ինչ բան են անում, արձագանքում են, իբր մեր եկեղեցին ամենավտանգավորն է, շատ ահավոր է, անգամ մեր եկեղեցու վրա հարձակվում են չակերտների մեջ ուղղափառները, նաև կաթոլիկ աշխարհն էլ հետը, և որ կարդում ես մեր հայրերին, հրաշք են մեր հայրերը, և բոլորն էլ գիտեն, որ ճշմարիտ Քրիստոսի հավատքը հայ առաքելական եկեղեցում է պահպանված, և դրա համար պետք է ուրախանանք, որ բոլորն էլ մեզ դեմ են, որտեղ բոլորը դեմ էին Աստծուն, եթե մեր դեմ են մեր եկեղեցու, նշանակում է ինչ-որ ճշմարտությունը մնացել է մեր եկեղեցում, որ մենք Քրիստոսինն ենք, դրա համար պետք է հալածվենք, և փառք Աստծու, և մեր Աստված մեր տեղը պատերազմելու է, մեր պատերազմը մեր ներքին խնդիրն է, մեր ներսի պատերազմն է, որ գնանք դեպի այս կատարելությունը, որ հիմա ասվում է, և իմաստությունը Պողոս առաքյալն ասում է, քարոզում ենք հոգեպես կատարյալներին, իմաստությունը, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի կործանման սահմանված իշխանների իմաստությունը, տեսեք, ամբողջ քրիստոնեության իմաստությունը, վարդապետությունը, որ քարոզում են առաքյալները, մարգարեները, դրանք կատարյալներին է քարոզվում, որտեղ նրանք կհասկանան այդ հոգևոր իմաստությունը, իսկ երբ կատարյալը գա, կատարյալը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, շատից քիչը կանհետանա, որտեղ երբ որ Քրիստոսը իր լույսով գա, այն խավարի ծածուկ բաները սա հայտնի են դառնալու, ու արդարացի Աստված իրենց դատելու է, դրսիններին Աստված է դատում, Աստված իրանց հետ, մենք մեր ներսի դատը պետք է անենք, որ ընտրենք կատարյալը, սերը, արդարությունը, բարին, որպեսզի մերժենք մնացածը դրանց հակառակ։ Եվ սիրելիներ, նորից Պողոս առաքյալը ասում է, որովհետև այս խոստումն ունենք, մաքրենք մեզ մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծո երկյուղով և պատրաստ ենք վրեժխնդիր լինելու ամեն անհնազանդության համար, որպեսզի ձեր հնազանդությանն էլ կատարյալ լինի։ Տեսեք, մի կողմից վրեժխնդիրը Աստված է, բայց այստեղ խոսքը գնում է մեր ներսի այդ անհնազանդ էակները, որ մեր մեջ բացվում է, որ ուզում են մեզ տանեն գցել մեղքերի մեջ, դրանց վրեժխնդիր ենք լինում, և ինչպես 5 տակարան ասում է, մինչև մանուկ կկոտորեք, այ մեր ներսի մեղքերը մինչև մանուկ պետք է կոտորենք, որտեղ եթե չենք կոտորում մինչև մանուկ, հետո նորից արմատը տալիս է բարձրանում է, ու այդ մեղքը նորից մեր մեջ սկսում է մեզ անհանգստացնել, որ մեզ ուզում է տանի գցի այդ մեղքի մեջ,
բայց երբ որ մենք այդ վրեժխնդիր լինելով վերացնում ենք այդ ամբողջը մեր ներսում, էլ պտուղ չի տալի, մաքրում ենք մեր տաճարը եւ Սուրբ Հոգին ուրախությամբ Աստված պարգևում է, գալիս է մտնում է մեր հոգիներից ներս, մեր հոգու դուռը բացվում է։ Եվ մարդ ենք, ամեն օր էլ անընդհատ սայթակում ենք, այսօր կարող է լինենք Աստծո առաջ մի պահ անգամ կատարյալ, բայց վաղը կարող է լինենք նորից պիղծ։ Դրա համար մենք չենք վստահում մեր ոչ մտքին, ոչ հասկացողությանը, միշտ տալիս ենք Քրիստոսին, մեր Տեր Աստծուն, որ ինքը մեզ ուղղի, որտեղ մենք չենք կարող ճիշտ քայլեր գցել։ Մանուկ ենք դեռ, այդ կատարյալը չենք, որպեսզի հասցնի այդ կատարելությանը։ Մինչև որ մենք բոլորս հասնենք հավատի կատարյալ միությանն ու Աստծու որդու ճանաչմանը, կատարյալ մարդու աստիճանին ունենալով Քրիստոսի հասակի չափը։ Ինքան հետաքրքիր է, ոչ մի բան հենց այնպես չի, անգամ նահատակությունները, որ կային, նահատակվել են մեր առաքյալները, մարգարեները, սրբերը, շատ շատերը, ամեն մեկը խորհուրդ ուներ իր նաև նահատակության։ Այ Պողոս առաքյալը հասավ այդ կատարելությանը, հասավ կատարելությանը Քրիստոսի, դրա համար իր գլուխը փոխվեց, Քրիստոսի գլուխը դրվեց, իր գլուխը կտրեցին, որ այնքան կատարյալ դարձավ ինքը, որ գլուխը իր հանվեց, որտեղ Քրիստոսն ասում է ես եմ գլուխի եկեղեցու, որ արժանացավ Քրիստոսին։ Հենց այնպես ոչ մի բան չկա։ Ամեն ինչն էլ իր հոգևոր խորհուրդն ունի եւ ընդհանրապես մի կետ անգամ չկա դիեզերքում, որ հոգևորի հետ կապված չլինի։ Եվ նորից Պողոս առաքյալը ասում է, ոչ թե արդեն հասել եմ նպատակին կամ արդեն կատարյալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնված եմ Քրիստոս Հիսուսում։ Արդ Քրիստոսն ենք քարոզում մենք, հորդորում ենք ամեն մարդու եւ ուսուցանում ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք ի Քրիստոս Հիսուս։ Որպեսզի մխիթարվեն նրանց սրտերը, մեկտեղվեն սիրով, հասնեն կատարյալ իմաստության, ճոխությանը, ճանաչելու համար Աստծո խորհուրդը, որ հայտնված է ի Քրիստոս Հիսուս։ Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք եւ խրատեք միմյանց սաղմոսներով, օրներգություններով, հոգևոր երգերով եւ երախտագիտությամբ օրնելով ձեր սրտերում Աստծուն։ Արդ ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցանել բոլոր մարդկանց համար։ Մանավանդ թագավորների, բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ եւ հանդարտությամբ վարենք մեր կյանքը կատարյալ աստվածպաշտությամբ եւ սրբությամբ։ Տեսեք, անկախ նրանից մենք չենք քնում, վատն են, լավն են, բայց դե աղոթք անենք։ Իշխանավորների էլ, ղեկավարների էլ, թե հոգևոր իշխանավորների, թե աշխարհիկ իշխանավորների, անկախ ամեն ինչից, մենք որ կարողանանք այդ կատարյալ սիրով աղոթք անենք, կատարյալ իմաստությամբ, Աստված բոլորին իր տեղը դնելու է։ Եվ տեսնի մենք ինչպես ենք փոխվում, ինքն էլ կփոխի։ Անգամ կդնի, որտեղ այդ իշխաններին դնողը էլի ինքն է։ Ըստ արժան ինքն է որոշում, երբ փոխի, թե իշխանին, թե թագավորին, որտեղ նայում է մարդկանց։ Մարդկանց էությունը, եթե խավար ենք, պետք է խավար իշխանություն լինի, բնականը, բայց եթե մարդիկ փոխվում են ու լույսն են ուզում, ինքը կփոխի դա։ Ինքն է ժամանակը որոշում, թե ոնց կփոխի իր գործը։ Մենք հոգևոր բաներից պետք է զրուցենք, ինչքան կարող ենք Քրիստոսի մասին։
շատ քիչ մեր մասին։ Իսկ ուրիշների մասին պետք է աշխատենք ընդհանրապես չխոսել։ Մեր միտքը, հոգին միշտ դեպի Քրիստոս պետք է լինի։ Կին արարածը թող ուսանի լռությամբ, կատարյալ հնազանդությամբ։ Եվ Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը եւ պատվավոր բոլոր բարի գործերի համար։ Տեսեք, ամեն Աստծո շունչով գրված ամեն գիրքը դա Աստվածաշունչի նկատի ունի, հենց այնպես չի, որ Աստվածաշունչը հայերեն է կոչվում, որովհետև բոլոր այդ գրքերը, ինչ որ Աստվածաշունչի մեջ կան, միայն դա է Աստծո շունչով գրված, որ իր խոսքն է։ Եվ Աստծո շունչը, միտեղ Պողոս առաքյալը ասում է մաքուր պահեք ձեր մարմինը, միտքը, շունչը, նաև շունչը խոսքն է, որ մեր բերանից դուրս եկած խոսքը մաքուր լինի, անվայր խոսքեր դուրս չգա։ Աստծո շունչ, Աստվածաշունչ, Աստծո շունչ նշանակում է Աստծո խոսքը, շունչը այդտեղ նաև խոսքի իմաստություն, նշանակություն ունի։ Եվ 5 տակարանում, երբ որ քահանայապետն մտնում էր խորան, եւ այդ անում էր ոչ առանց զոհի արյունը, որ մատուցում էր իր ժողովրդի մեղքերի համար։ Կար սրբությունների սրբոց երկրորդ խորան, որ քահանայապետը տարին մեկ անգամ մտնում էր այնտեղ ու այդ զոհաբերումով մեղքերի թողության համար պատարագ էր մատուցում։ Եվ դա էլի ստվերն էր երկնային ճշմարիտ պատարագի, որ Քրիստոս եկավ պատտվեց մեզ։ Որտև էլ զոհաբերություններ պետք չէին, Աստված ինքը իրան զոհաբերեց, իր արյունով, որպեսզի մեզ փրկի։ Դա խորհուրդն էր ներկա ժամանակների համար, երբ ընծայվում էին պատարագներ ու զոհեր, որոնք չէին կարող կատարյալ դարձնել զոհաբերությունի խրճմտանքը, այլ դրանք կապված էին միմիայն կերակուրների, ըմպելիքների հետ։ Իսկ Քրիստոս, որ եկավ, որպես գալիք բարիքների քահանայապետ, անցնելով մեծ կատարյալ եւ անձեռագիր խորանով, այսինքն ոչ այս աշխարհի արարածի կողմից շինված, որտեղ կա երկնային խորան, ինքը եկավ այդ կատարյալը բերելու, որ մեզ ուղի դեպի դա։ Հետաքրքիր միտեղ 5 տականում կար, ես վերջերս ուշադրություն դարձրեցի, նկարագրում է խորանի կառուցվածքը ոնց պետք է լինի, սուրբ սեղանն անգամ, հետաքրքիր տեղ բան գտա, ասում է խորանը աստիճաններով չանեք, որ բարձրանա, որպեսզի քղանցքը չերևա, եւ սուրբ սեղանն է մի քարից լինի, որ գործիկ կպած չլինի այդ քարին, որտեղ ձեր պիղծ ձեռքերով չպետք է անեք այդ սեղանը։ Շատ հետաքրքիր խորհուրդ էր, մտածում էի դրա մասին անընդհատ, տեսեք մեր խորանները բարձրանում ենք, բայց այդտեղ հակառակն էր գրած, իսկ բաների մոտ, այդ քաղքեդոնիկների մոտ ցածր չէ նրանց խորանը։ Մեկ-երկու աստիճաններ չի բարձրանում, բայց Աստված այդ վարդապետների գործն է, չգիտեմ, բայց հետաքրքիր է, որ գրած Աստվածաշնչում հենց այնպես ոչ մի բան գրած չի։ Եվ մեր հին եկեղեցիներում որ կային սուրբ սեղանները, որ կային, սենց հիմա չէր, ոչ նկար կար, ոչ բան, քարը մեր դրած մենակ, տեաձև քարերն էր լինում, որ նաև Արցախի եկեղեցիներում էր գրեթե բոլոր տեղերը տենց, մեր անգամ հարավում էր, Տաթևում էր, որ տեսնենք, հին տարերում տենց է եղել,
հետո արդեն փոխվեց, մեծ քարեր տաշած դրեցին, սրբապատկերների հետ Տիրան որ նկարը։ Բայց ինչև է, էլի Աստված դրան էլ չի նայում, Աստված միշտ նայում է մեր ներսի տաճարին, որ մաքրվենք։ Արդար է ասում է, գալիք բաների ստվերներն են, օրենքը, և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը, այն նույն պատարակները, որ մատուցում էին տարին, տարեց տարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողին, քանզի միայն մեկ պատարակով կատարյալ դարձրեց մաքրվածներին մեջ տնջենապես, որտեղ ով որ ընդունեց այդ պատարակը Քրիստոսի զոհաբերումը, հավատաց, մեջ տնջենապես իրանն են լինելու նաև։ Եվ ամեն բարի շնոր և ամեն կատարյալ պարգև վերևից է միշտ իջած, լույսի հորից, որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր անգամ։ Տեսնում ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին, Հակոբոս առաքյալի մեջ, և գործերով էլ հավատը կատարյալ դարձավ։ Հավատքը մարդու իր կատարելությանը կհասնի հոգևոր գործերը, որ այդ գործերը պետք է անի։ Այդ գործերը ամբողջ Սուրբ Գրքում թվարկած է ինչեր պետք է անենք։ Դրա համար սովորելը շատ կարևոր է։ Մեզ հենց այնպես չի տվել աշկեր, որ մենակ տեսնենք այն, ինչ տեսնում ենք հիմա, աշկերը տվել է, որ առաջի հերթին իր խոսքը կարդանք ու սովորենք։ Բայց երբ որ մարդիկ չեն կարդում տարիներով, վերջում են հասնում են այն աշճանի, որը ի վիճակի էլ չեն կարդալու, հա, աշկերը սկսում է խավարել, ինչքան մեծ է գրեթե բոլորը, ինչքան մեծանում են, թե կատարակ տա լինում, թե չգիտեմ ինչ է լինում, աշկերը գնալով Ղուրանում է, որտեղ ժամանակ պարգևեց Աստված, որպեսզի իր խոսքը սովորես, բայց երբ որ անընդհատ իր լույսի մեջ սովորում ես ու տենց ապրում ես, քայլում ես դեպի իրան, ինքը քո աշկերը էլ ավելի է լուսավորում, բայց կատարյալ լուսավորությունը կլինի, երբ որ արդեն լրիվ կույր լինես, ինչպես կուրացան Դավիթը, ինչպես կուրացավ Իսահակը, ինչու հայրերը բացատրում են, որ այս աշխարհի տեսողությունը վերցրեց, իրանց հոգևոր տեսողությունը ամբողջապես 100% բացվեց դեպի Աստվածային, բայց մարդ կա, և այս աշկերն կա տեսնում է, և հոգևոր տեսողությունն էլ է տեսնում, որտեղ ամեն մեկին մի բան տված չի նույն բանը, տարբեր ճանապարհներ է տված դեպի Աստված գնալու։ Եվ քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում, էլի Հակոբոս առաքյալը ասում է, եթե մեկը խոսքով չի մեղանչում, կատարյալ մարդ է։ Որովհետև կարող է սանձահարի, կարողանում է իր բոլոր մարմինը, որտեղ մարդ եթե կարողանա սանձահարի իր լեզուն, ամբողջ մարմինն էլ կարող է սանձահարի, որտեղ անսանձահարելին կարելի ասել մարդու լեզուն է, որ չի կարողանում մնա առանց պատասխանելու, առանց չարին չարով պատասխանելու, անընդհատ պետք է բարկանա, կռիվ գցի, իսկ ով որ կարողանում է սանձահարի, ինքը դա դիմացինին է հանգստացնում, հանդարտեցնում, որտեղ եթե չես պատասխանում իրան այդ չար լեզվից դուրս եկածներին, ինքը հակառակը սիրով, ասում ես տես չի հասկանում, ների է, ինքն էլ է սկսում իր լեզվի վրա աշխատել։ Տեսեք, մի քայլ է ընդամենը, ով կարողանա լեզուն սանձահարել, կատարյալ կլինի, կատարյալ մարդ կլինի։ Բայց ցավոք սրտի, սաղ աշխարհը գնում գլորվում է, նամանավանդ լեզվից։ Որտեղ նայում ենք, թե ղեկավարներին, տարբեր պետությունների, թե բաների, անընդհատ բոլորն են լեզվից այթակում։ Անգամ կարող է թվում է, թե արդար լավ բաներ են ասում, բայց վերջում
մի բառ ասում են արդեն, որ պարզ երևում է, որ անհավատ է, ոչ Աստծուն է հավատում, ոչ Քրիստոսին չի հավատում, անգամ ասում են, չգիտենք էլ ում աղոթք անենք։ Իր այդ մի բառով արդեն հասկացում է, որ պետք չի իրանց լսել։ Ցավոք սրտի, երբ որ մարդիկ սկսում են այդ աշխարհի նորությունները անընդհատ լսել, այդ կեղտը լցվում է իրանց մեջ, ու իրանք են սկսում բարկությամբ բռնվել եւ իրանց բերանից են սկսում դուրս գալ այդ մեղքը։ Եվ Հովհաննես առաքյալը ասում է, եւ այս բանը գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Տարբեր ուրախություններ կա, ստեղ էլ կա տարբեր, միշտ կա ուրախություն հոգու, հոգևոր եւ կա մարմնի, հա։ Թվում է թե ուրախությունը շատ մարմնական ուրախություններ, բայց վերջում դրանք սուգ են դառնալու։ Բայց հոգևոր ուրախությունը ուրախանում է իր Աստծով, իր Քրիստոսով, որտեղ ինքը ճանաչում է Աստծուն։ Հոգևոր միշտ ցնծության մեջ է, մարմնով սքավոր վիճակում է, որտեղ գիտի, որ մեղավոր մարդ է, եւ պետք է չի։ Քրիստոնյան ասում է հազիվ պետքա թեթև ժպտա, ոչ թե հեռրանք։ Երբ որ հեռանում ենք անգամ, արդեն ընկնում ենք մեղքի մեջ, ցավոք սրտի։ Եվ դրա համար այդ հանդիպումներից, ով որ սկսում է գնալ դեպի կատարելություն, սկսում է խուսափել ու փախչել, որ շատ մարդկանց հետ չհանդիպի, որտեղ այդ խոսակցությունները տարում են այդ վերջում այդ ծաղրանքին, հրրանքին, սրա վրա նրա ծիծաղալ, ընկնում ես բոլոր մեղքերի մեջ, թե բամբասանքի, թե չարախոսության, էլ չասեմ։ Դրա համար, որպեսզի անգամ լեզուն սանձահարենք, ստիպված դու կտրվում ես, դու սկսում ես առանցիկ կղզի դառնալ։ Հիշում եք ինքնատակարանում ասում է սրանցից առաջացան ազգերի կղզիներ շատ կա գրած։ Որովհետև երբ որ կղզի ես, դե կղզին շուրջ բոլորը ջուր է, հա, գնացել է մի փոքրիկ տեղ։ Նմանապես Աստծո մարդիկ կղզիների պես են լինում, նաև Աստծո ազգերը շրջապատված են լինում բոլորը չար ուժերով։ Ոսկի մի քրիստոնյա ազգը շրջապատված է բոլոր այլադավան կրոններով, որոնք ուզում են ներխուժել այստեղ։ Ցավոք սրտի մեր վիճակն է շատ վատ է, որովհետև այսօր մեր դռնից ներս, մեր տնից ներս, մեր երկրի մասին նկատի ունեմ նաև, ներ են խուժում այլակրոններ, մինչև սատանայական կրոններ, իսլամ, բոլորն էլ սատանայական են, չնայած կապ չունի, այնքան իսլամը լցվել արդեն Հայաստանում, Հնդկաստանից տարբեր սեկտաների կրոններ, Պակիստանից, էլ չգիտեմ որտեղից, այսենց ներմուծվում մտնում են ներսներ, ու մենք քանդվենք, եթե սենց գնա, որտեղ տունը ներսից է քանդվում, դրսից երբեք չեն կարող, ներսն է թույլ տալիս դուռը բացել է ու բերում է դրանց։ Նույնն էլ մեր սովորական տները, մինչև մեր դուռը չբացենք, ոչ մեկ չի կարող մտնի մեր տուն։ Նույնն էլ մեր ներսի էս տունն է, մինչև մեղքի դուռը չենք բացում, մեղքը չի մտնի ներս, որտեղ մեղքի դրան հետևում սատանան պատրաստ միշտ կանգնած է։ Հենց տեսնում է, որ դու մեջը ցանկություն կա այդ մեղքի, դուռը բացվում է արդեն մեղքի դուռը, ինքը ներս է մտնում։ Նույնն էլ մեր երկիրը։ Շատ ողբալի վիճակ է եւ ով պահում է Աստծո խոսքը, Աստծո սերը նրա մեջ ճշմարտապես կատարյալ է։ Եվ սրանով ենք ճանաչում, որ նրա մեջ ենք։ Աստծո հանդեպ, եթե սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն վստահություն կունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելուն։ Եվ սիրո մեջ երկյուղ չկա, կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Այս երկյուղը ոչ թե աստվածային երկյուղի մասին է, այլ երկյուղ ամեն բաների, որ այսօր մարդիկ մեծ մասը բռնված են, երկյուղ թշնամուց,
երկյուղ այլ պետություններից, երկյուղ ղեկավարներից, երկյուղ իշխանավորներից եւ այլն։ Այդ երկյուղները Քրիստոսի սերը ջնջում հանում է, որտեղ ունենում ենք տիեզերքի արարչին։ Իր սիրո մեջ մտնելով արդեն երկյուղ չենք էլ ունենում, բայց պետք է հասնենք դրան։ Բայց Աստծո երկյուղը միշտ ուղեկից պետք է լինի, որ բերի հասցնի մտցնի Աստծո սիրո մեջ։ Եթե Աստծո երկյուղը այդ ընթացքին չունենանք, մենք ոչ թե չենք հասնի այնտեղ, այն հակառակը գնում ենք այդ երկյուղների մեջ։ Իսկ Աստծո երկյուղը ձեռքը բռնած, տանում, որ մտցնի կատարելության մեջ։ Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր սրտերը, հոգիները, մեր միտքը, մեր աչքերի լույսը կատարյալ դարձնի դեպի իր սերը, որպեսզի մենք հանգրվանենք հայրենիք, այսինքն որտեղ հայրն է, մեր հայր Աստծո արքայություն, երկնքի արքայություն, որտեղից փարոսում է միշտ Հիսուս Քրիստոս, որին փառք հավիտեններում, ամեն։